2019 թվականին 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում եւ կարծում եմ սա շրջադարձային կետ է եղել, երբ որ մենք մեր քաղաքական թիմը մենք բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք մենք ուզում։ Մենք գտնվել ենք վերջնական եւ ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել, մենք ուզում ենք այդ գիծը հատել, թե մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ այս այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետքա տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդը պետքա կայացնի որոշումներ, իհարկե առաջին հերթին մենք ինքներս պետքա կայացնենք որոշումներ։ Եվ այս process-ը շատ կարևոր է արձանագրել, որ ինքը մի քայլանոց կոմբինացիա չի, եւ այս process-ը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս process-ը, որտեղ ֆորպոստի ինձ համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում իհարկե 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այդ կետը, ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի եւ այդ կետից սկսած մինչեւ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ մեր ընդդիմությունը այս օրը եւ այս փաստը եւ նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարեւոր եւ շրջադարձային պահ է, որովհետեւ իրականում եւ խորքային քաղաքական իմաստով եւ առարկայորեն ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը։ Այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, եւ դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր եւ իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիա։ Եվ ես հիմա արձանագրում եմ, եւ արձանագրում այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, որ եւ ես սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ, կարևորը ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով,
որտեղ մեր կարգախոսներ ապագա կա ապագա, շատ կարևոր է նաև ի վերջո պատասխանել այդ հարցին։ Լավ, մենք այդ կարգախոսը իրագործեցինք, թե չիրագործեցինք։ Կա ապագա, թե չկա ապագա։ Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդածության նյութ, եւ այդ խորհրդածության արդյունքում ես եկել եմ հետեւյալ եզրակացության. ինչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, եւ ինչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա։ Եթե կա ապագայի նախագիծ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա։ Եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք, որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, եւ այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա եւ այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր, եւ այդ պարամետրերից կարևորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք եւ ամբողջական հարևանների տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին 7 տարիների պատմությունը հարգելի ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության եւ ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Այստեղ շատ խոսում են, գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից։ Այստեղ խոսում են, որ Հայաստանի մեր վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում, մենք էլ Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում։ Եվ ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն 7 տարի զբաղեցնող մարդ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին եւ իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ Եվ դրա
ամենակարևոր արտահայտությունը այն արտաքին հարաբերություններն են, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո,